Ողջույն բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք, հույսով եմ, որ լավ եք, ցանկանում եմ միշտ լավ լինեք, լավն ու բարին ձեզ հետ, ես էլ եմ լավ, փառք Աստծո, և ես շատ շոյված եմ ինձ զգում ձեր բարի ջերմ գրառումներից, իսկ հիմա սիրելիներս, գնանք հողամաս և այսօր որդիս և ամուսինս ջերմոցում գործ ունեն անելու, հիմա ցույց տամ այս հենց գեղեցիկ մարգարիտկաները ծաղկած, կանաչ, արա հետո ոնց որ ասած գնանք մինչև ջերմոց, սիրով ցույց տամ ջերմոցը թե ոնց են փորում և այսօր մեր սացիլները գնացել են բերել են, սացիլներն էլ ցույց կտամ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն սկսում են ջերմոցը փորել, որդիս և ամուսինս, սպասված ջերմոց փորելու օրը եկավ, տեսնում շոկ, եղանակը տաք, շոկ, 26 աստիճան, այս հենց արևը շատ լավ տաքացնում է, իսկական աշխատելու։ Ինչը։ Չէ, սկվազնյակ կլինի, ճիշտ ես արել։ Ընդհանրապես որդիս ամուսնուս չի թողում, բայց ինքը չէ, ուզում է որ օգնած լինի։ Պամիդորի ջերմոցն է։ Պամիդորները թելի վրա բարձրացնում ենք, հին թելերը կպոկենք, երբ որ արդեն մեծանան կապելու լինեն կպոկենք, հիմա առաջնահերթ պետք է փորեն, ճանգռիկենք, որ բան անեն, երեկոյան արդեն սացիլ են, հարցս գործից գա սացիլ են, տեղը պատրաստենք, մի քանի օր որդիս աշխատանքի չի գնալու, որ հողամասի գործերը վերջացնեն, նոր գնա, հիմա սացիլներն էլ ցույց կտամ, որ գնաց բերեց արդեն Ալայենց տնից, ստեղ էլ մարաժոներն են, հելա տեսեք, մենք էլ ունենք Նազելի ջան մարաժո, ուղղակի մի քիչ բարակ են, երեկ մոռացանք, կրակի վրա դնեինք, խորովենք ուտենք ֆոլգայով, հաջորդ անգամ, ճիշտ է, հիմա ցույց եմ տալի, հա, խրիզանտեմաները ջերմոցը որ դրել էին կաշունը, արմատակալել են, հանենք դուրս ջերմոցից, կտնկենք, մեխակներն էլ շատ լավ, արևը տվեց փարթամացան, հիմա գնանք ես ձեզ լոլիկները ցույց տամ, ցույց եմ տալի բիբարի շիթիլները սիրելիներս, պղպեղների այսենք ասած սացիլները, պղպեղների սացիլները սիրելիները շատ լավ մնացել են, ցույց եմ տալիս, կանաչ, հավեսին, լավ մեծացած, աճած, իսկ Բադրջանը սմբուկի սացիլները դեղնել են, ամեն տեսակի սացիլներ ունենք պղպեղի, կծու, հայկական կոտոշ, դեղին, քաղցր, շատ լավ մնացել են, սմբուկներն այդքան էլ լավ չեն եղել մնացել, հաջող չեն, բայց դնենք հողը տեսնենք ոնց կաշխատի, պղպեղները տեսեք ինչ լավ, առողջ, կանաչ, լոլիկներն էլ հեչ լավ չեն, ես ասում եի չէ դեղնել են, իսկ պղպեղները ոչ, լոլիկները տեսնում եք, հաստ են, շատ լավ սացիլներ են, բայց դեղնել են,
Բարակ չեն, հաստ են, հաստությունը նայեք։ Ոչինչ, հույս ունեմ, որ սացիլեն կսկսի աշխատել, հենց աշխատես կկանանչի։ Էս մի կողմը փորեց վերջացրեց, տեսակ ասեցի չէ, որ չի թողնում ամուսնուց փորի, ինքը անցավ մյուս կողմը։ Հիմա ամուսինս էլ հավասարացնում է, ճանգռիկում է արտաշացիների լեզվով ասած, պատրաստում է մարգերը։ Մի քիչ էլ կչորանա, երեկոյան արդեն կսացիլենք, ձեզ հետ միասին։ Այստեղ էլ հույր ունեցանք սիրելիներս, տեսնում եք, ուզում եմ մտնեի ջերմոցը նկարեի, իմ դիրեկտորն է, ասել է մեկ անգամ հոլովակում, որ մեր կողքն է ապրում, հուր եկավ, այսենց հենց դրսում, հենց տեղ նստած, կոֆե խմեցինք, հիմա ճանապարհեմ գնամ, որ նկարեմ, չի ուզում, որ իրեն նկարեմ, ես էլ ցանկության հակառակ չեմ կարող նկարել, սիրելի հետևորդներ ջան, ճանապարհեմ, նոր անցնեմ ջերմոց։ Կան երկու հատ անեմ չես անեմ, տանելով քել։ Ան։ Այսի 40-ն, այսպես 40-ը։ Փեթը 40 ես կդրել, պապ։ 40 քել ես դուկաներն անեմ։ Փեթը 40 ես կդրել։ Հա, 40-ը չէ։ Ես անենք բաժան, որ աղներ Ձեր երկու խոսամ։ Սիրելիներս, որդիս սիրում է, որ ուղիղ լինի ամեն ինչը, եթե փոր է անում, մարգ է հանում, լար է կապում։ Ունեցել այս ջերմոցի մեջ փոսիկների համար լար է կապել, որ հավասար լինի։ Փոսիկները իրարից հեռու են 40 սանտիմետրով։ Փոսը փորեց, ջուրը լցրեց, հիմա էլ գրանուլ է լցնում հարսը, սիրելի հետևորդներ ջան, հիմա ցույց կտամ ձեզ, թե ինչ գրանուլ է։ Ամեն ինչ կա մեջը, մոխիր, անունը կայնի, ահա, բորոֆոսկա։ Չնայած միշտ մոխիր ենք լցրել, այս տարի որոշել ենք իմ դիրեկտորը ագրոնոմ է, ասեց սրանից օգտվեք այս տարի, նույն մոխիրն է, մի քիչ խտացրած տեսակը, այսինքն ցանելով փոսերի մեջը, հետո գրանուլի վրա հող կտա։ Անպայման ջրեք, այսինքն լավ փոսերը պետք է լավ ջրվի, ձեռքով է լցնում է, ընդհանրապես մեկ ճաշի գթալ, հիմա հող է լցնում։ Մի թեթև, հողով ծածկում է։ Մի քիչ ընկանք զրուցելով, մեր դիրեկտորս որ եկա, որ աշխատել եմ, ինքը իմ դիրեկտորն է եղել, հարևաններ ենք, ասել եմ։ Զրուցեցինք, գործներս հետ ընկավ, բայց հյուրն էլ Աստծուն է։ Սիրով հյուրասիրեցինք, կոֆե խմեցինք, ճանապարհեցինք, նոր սկսեց հարսս իր գործը։ Տեսնում եք, մի թեթև հող, որ էս գրանուլը ծածկվի։ Ասեմ, որ պետք է ջրենք գոլ ջրով։ Հողը լցնելուց հետո հիմա սացիլներն են դնում հողը։ Ուզում ես մանիկ, ես գլխից դիր։ Դեղին ասա, ինչ ստամ է։ Ոչինչ, թփերը պետք է պոկենք, սիրելի հետևորդներ ջան։ Նոր դնենք հողի մեջ, տակի տերևները,
Տեսեք, մեր սածիլը ցույց տվեցի ձեզ։ Տեսեք, հաստ է, բայց դեղնել է։ Տեղը չի հերիքում, հողը չի հերիքում։ Բայց ինքը տաճի, տակի տերևները հենց կտրի, ես ցույց եմ տալիս։ Շարելով գնում է։ Հեռավորությունը, տեսեք, այս սա 40 է, մեջտեղի մասը, իսկ այս մասը մի հատ էլ ստեղ պետք է դնենք, դա 50 պետք է լինի, սենց շարելով գնում է։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ ցանում ենք, սածիլում ենք, ուրախությունով լինի։ Աստված բոլորիս առողջություն տա, որ մեր ցանածը, արած դրածը վայելենք։ Ովքեր էլ մեզ հետ ցանում են, ուժու եռան տա Աստված, հարսիս որդուս էլ ուժու եռան տա, առողջություն տա, բերքն էլ մեկը տնգենք, 1000-ը վերցնենք, տեսնում եք, շարեց։ Հիմա այսենց ծածկելով կգա, հողը ծածկելով կգա, տակի տերևները անպայման մաքրեք, դեղին կլի թե կանանչ, տակի վերջի տերևները մաքրում է։ 10 օր հետո արդեն տես սա լավն է, կանանչ է, տեղը հողը չի հերիքել էլի, մեծ ամանի մեջ եմ դրել ամեն տարի, տես տարի կասետների մեջ փոքր է տարածությունը, դրա համար չի հերիքել։ Տարբեր սորտերի են, սիրելի հետևորդներ ջան։ Լայքեք, գնահատեք մեր աշխատանքը, սիրելիներս, բաժանորդագրվեք, որը ինձ շատ հաճելի կլինի, լայք դրեք, ձեզ դժվար չէ, բայց ինձ հաճելի է։ Արագ, հիմա ծածկելով դուրս կգա։ Այսօր այսքանը։ Ցույց եմ տալու միայն սածիլելը, հետո կասեմ ինչ ենք անելու։ Քայլ առ քայլ ձեզ հետ կիսվելու եմ, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ինձ լայքելու եք, իմ ալիքը։ Դրսում արդեն տեսեք, մթախառը եղանակ է։ Վերևի մասերը, նայած սորտերի, վերևի մասերը լավ մուք են, կանանչ են, ներքևի տերևներն են դեղնել, են էլ պոկում է։ Չէ, մերը լավ է, շատ երկար չի, ուղղակի դեղին է, էլի։ Եթե եղանակները թույլ տային, շուտ կբերեինք, այդքան չէր դեղնի։ Հələ տեսեք, Մարինկան գոլ ջուր է, տաք ջուր է բերում, որ խառնենք սառի հետ։ Անպայման, սիրելի հետևորդներ ջան, որովհետև համ հողն է սառը, համ էլ եղանակները դեռ են տաքությունը չի տվել հողին, որ տաքանա։ Դրա համար ավելացնում ենք տաք եռման ջուր, դառնում է գոլ ջուր սառի հետ միասին։ Նոր փոսերի մեջ ջրում ենք, սածիլները դնում ենք։ Մենք կայքում ենք, դուք էլ լայքում եք, սիրելիներս, լայքեք։ Շատ կարևոր է լայքերը, չմոռանաք, անպայման բաժանորդագրվեք նորեկներ ջան, որ տեսնեք, թե տիկին Մարինեն էլ ինչ գեղեցիկ, համեղ, խոհանոցային ուտեստներ է պատրաստում և հողամասում աշխատում ենք ողջ ընտանիքով, ընտանեկան, կարելի ասել, վլոգ է, բոլորս միասին աշխատում ենք, գնահատեք մեր աշխատանքը, սիրելիներս, դա շատ կարևոր է մեզ համար,
Ովքեր էլ մոտիկ են ապրում Մոսկվա քաղաքում, համեցեք, սիրով հյուրեր կընդունենք։ Ամռանը մեզ մոտ շատ գեղեցիկ, շատ լավ հանգստանալու վայր է։ Դեռ գնալու ենք, խոստացել եմ ձեզ, տանեմ կարերա մեր մոտ կա։ Դա արդեն ամռանը, որ լավ սեզոնն է։ Հունիս ամսին չափը դնում էր, որ հավասար լինի շախմատի սիստեմը։ Այդ շախմատի նման շարում են։ Քառասունը 50-ի վրա։ Տղաս էլ փորելով, փոսիկներ անելով գալիս է։ Մի կողմից էլ արդեն հարսս ջրում է փոսերը։ Այսօր տղաս շատ աշխատեց, շատ չարչարվեց։ Հարսել եկավ ժամը 5-ից հետո հաց կերան ու անցել են ջերմոցը։ Հա, Մարինկաս ասում է ես էլ, անպայման, դու էլ Մարինե ջան։ Դու էլ ես շատ օգնում, առանց քեզ չի լինի։ Я воду таскаю. Հա, տաք ջուր ա բերում, բա իմ աղջիկը Երման ջուրը բերում ա։ Գարուշի հետ։ Հեն արա, կարանտված լավա։ Նորից հյուրեր սիրելիներս, նորից հյուրեր ունեցեք։ Տղայս ընկերը, Ալյոնային գիտեք արդեն։ Ալյոնան եկավ հյուր։ Իրանք էլ են ջերմոցից տնկել են, եկել են մեզ հյուր։ Հեսա մի հատ էլ կոֆե եկել են մեր հետ խմեն, նոր գնան։ Ատի որ դու որ գնացիր եք, ես գնացին համոստուն եկամ, կնար կլուբի կան սալմա։ Բան, ռեհան, մեհանը։ Ուրախությունով, Հարութ ջան, ուրախությունով։ Շալեք ուրախությունով էլի։ Մեկը դնեք 1000-ը քաղեք։ Այ, բանա։ Ինչ արվես, պատմեք շտեք ավելանա։ Որից պետք է սիրում ենք մենք նրանց։ Հա, բա ինչ։ Ադե մենք պարապ մարդիկ ենք որոշ։ Շատ, մանա Ալունա երկար ա գալի։ Ասում է բանը, մեզ են ասում են ամեն ժամանակին է։ Հա։ Ու քարեք մենք ուտենք էլի ապե։ Ատենց է, թամբալ մարդիկ ատենց են, Հարութ ջան։ Սաղ պարապեն բացի մեզնից։ Լանա կլուբի կավոնս մաղջին։ Հիմա այս շարքն էլ տնկեն վերջանցնի սիրելի։ Արիշյանը, Ֆրայսյանը, Վարուտ։ Ալյոնա։ Алён, собака? Иди сюда. Ой, какой красивый собака у вас. Я не люблю. Нет, я волосы, мне не трогать. Нет. Սիջեջ, անու լավ։ Դու շիտիլներն արա։ Ինչ լավ է Ասում եմ շիտիլներն արա, մութ ընկել ասում կայնի, կարևոր աշունը։ Ոնց որ սպիտակ արջը լինի։ Как белый медведь, Алён. Սիջեջ, Алён, привет дай. Алёна, привет. Սիջեջ։ Как у вас дела? Нормально. Вы тоже садите? Мы уже все посадили. Хорошо. Не давай лапару. Не давай. Дай лапу, дай лапу. Դա լապ։ Սիջեջ։ Дай лапу. Սիջեջ։ Все. Ժողովուրդ ջան, ճիշտն ասած, ոչ թե Не кусается вообще. չեմ սիրում շներին կատունել, այ իրանց մազի պատճառով ես չեմ կարողանում այդ շանը դիպչել կամ կատուն որ տան մեջ չեմ Мы по սիրում։ дороге побегали немножко. Բայց մեր երեխեք շատ են սիրում, երևի Я бы с ней еще погуляла, но там... հողամասի վերջում մի հատ Համագայ։ ինչ է սարքելու նոր շան համար ուզում է շուն բերի։ Осталось бабушка. Վալերը ինչ է այդ էս բանը սարքելու բերի։ С ней гулять только кайф. должны отправить. Да, такой же. Пока щенок нету, да. Есть еще Подожди. там такие. Есть? Надо Да спроси, Харут. О, ха-ха, Хартек. Собачка. Имачка. У этого спросить. Ера. А, это Игоря тоже? Нет, это у Игоря другая. Алло.
Такую хочешь? Արի Ты мальчик, она у нас девочка, а у вас мальчик. Чтоб Лера Ивановна. Лера и Ваня. Хочешь мать такой собака? Тебе нравится такая? Она знаете, как со мной Очень, бегала? она очень Жар, ты умная. снял на видео, как она бегала со мной? Лер. Нет. Сидеть. 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 Дай лапу. Скажи, Дай лапу. Дай Нет, лапу. надо ей перед глазами, дай Дай лапу. лапу. Вот видишь? Перед глазами, чтобы она понимала. Да нет. Դա не будет здесь сейчас кричать. Հարուտ պարապում եք հետը շան։ Дай лапу. Дай лапу. Дай лапу. Շպագի դու դեռ Дай лапу. Он меня Молодец. полюбил. Моими шампунями мыл. Да, А я специально шампунь тогда покупал. Да, да, да. Для них Я специально говорю, есть. А когда дорогие рот мои открывать шампунями. Да не, она не кусается. Она и так играется. Идите на травку. Հա, չելեք յանի վրա։ Սրսկաթը մոտ բանչանի։ ստե սրսկած ատար։ Пойдем. Лера, пойдем. Лера. Вот так. Лера, какое имя? Лера. Մութ անկավ արդեն սիրելի հետևորդներ ջան։ Այսքանով մնացածը վաղը ցույց կտամ սիրելիներս։ Մի քանի հատ էլ տնկի ես էլ գնամ ներս հյուրերին կոֆե դնեմ։ Գարուշ հանգիստ Մարինկա հանգիստ թողեց շանը։ Երեխեքի ուրախությանը չափ չկա սիրելի հետևորդներ ջան, շուն են տեսել։ Այնքան շատ են սիրում, բայց այնքան էլ լավ շուն է։ Ճիշտ է, չեմ սիրում, բայց այն սպիտակ արջերի նման շուն։ Давай, Тати, накали, смотри. Նկարում եմ խաղաց, մատատի նկարի։ Смотри, нет, сейчас. Ой, Лера. Зато Ну тоже чувствую, что ребенок. Անա։ Это 3 ամսական А у аврал. нас там было мальчик и девочка, два таких сидят, медвежатка маленькие. Այդքան էլ է։ Մայնիկը կանչի մոտ։ Մի ամիս եմ բա, մի ամիս 10 եմ սամում, 6 Ну, мальчик и девочка были. Только девушка берет вот так вот и нам тащит. Только такие два Ես маленьких կամպարնես сидят, այսքան сидят в пакете, քոտը։ в мешке, вытащили. Обоссанные, но сидят вот так. Ну, ехали с Москвы, жили откуда они там ехали. Так быстро вырос. 3 месяца. Хочет играть, Мне с ним прыгать. Да, прыгай. Ես դեպը վաղը լցեմ, թե գաս դու կլցես։ Ես կլսնեմ։ Ականջը քորեկա։ Почесать? Специально расчески есть, надо купить. Тихо, тихо, иди ко мне. Да, завтра и там орут от клещей. Գելիներս այսօրվա հոլովակն ասում գեղեցիկ միջավայրով, Сегодня не работал? Я? դրսում ակուրոթում, վերջացնում, ձեզ ասելով եղեք առողջ եւ օրհնված։ Фабилу сегодня. Молодец. Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Ես Մարինեն։ Մինչ նոր հոլովակ, սիրելի հետևորդներ։ Мам,